Բարև ձեզ սիրելի բարեկամներ, առավոտը շարունակում է իր զրույցները հոգևոր ընտրության թեմայով եւ այսօր մենք խոսելու ենք բժշկելու, բժշկվելու, ապաքինվելու մասին։ Այդպիսի տեսարաններ, այդպիսի դրվագներ ավետարանում շատ են։ Քրիստոս շատերին է բժշկում, բորոտին, կույրին, 4 ձեռքով մարդուն եւ այլն։ Շատերին գուցե թվում է, որ դա փոխաբերություն է, որ դա երևակայության խաղ է, բայց իմ կարծիքով դա ոչ միայն փոխաբերություն է։ Դա ապացույց է այն բանի, որ ավետարանում նկարագրված են բաներ, որոնք մենք մեր մտահորիզոնով չենք կարող հասկանալ։ Մեզ համար դա անհավանական է։ Այդ բոլոր հրաշքները բժշկելու նույնքան անհնարին են մեզ համար, որքան մեզ համար անհնարին է սիրել մեր թշնամիներին կամ օրհնել նրանց, ովքեր մեզ քարկոծում են։ Ֆրանսիացի գրող Էրիկ Էմանուել Շմիդտի Օսկարը եւ Վարդագույն տիկինը վիպակի երկու հերոսները քաղցկեղով հիվանդ երեխաները թերթում են բժշկական բառարանը եւ այնտեղ չեն գտնում կյանք, մահ, հավատ, Աստված բառերը։ Եվ գլխավոր հերոսը զարմանում է, որ բառարանում խոսվում է ինչ-որ մասնավոր դեպքերի, մասնավոր հիվանդությունների, անսարքությունների մասին, ինչպես որ ինքն է ասում։ Իսկ կարևոր հարցերի վերաբերյալ ոչ մի բառ չկա։ Հետո գալիս են եզրակացության, որ վերջնական պատասխանները կարելի է տալ միայն երկրորդական հարցերին, իսկ կարևոր մարտահրավերներին պատասխանելը մեղմ ասած շատ ավելի բարդ է։ Ինչն է բուժում մարդկանց ֆիզիկական եւ ամենակարևորը հոգեվոր վերքերը։ Ինչ է դրա մասին ասում Սուրբ Գիրքը։ Հիսուս տոն օրով գալիս է մայրաքաղաք Երուսաղեմ մի ավազանի մոտ, իդեպ այդ ավազանը հիմա էլ կա, որի շուրջ բազմաթիվ հիվանդ կաղ, կույր մարդիկ են հավաքվում։ Նրանք հավատում են, այդպիսի ավանդույթ կա, որ ժամանակ առ ժամանակ տիրոջ հրեշտակը գալիս է եւ ջրերը խառնում է, ջուրը այսպես ասած բլթում է։ Եվ նա, ով հասցրեց այդ պահին սուզվել ջրի մեջ, նա կարող է բուժվել։ Այդ հիվանդների մեջ կա մի անդամալույց, որը 38 տարի պարկած էր հույս ունենալով, որ ինչ որ մեկը նրան կիչեցնի ավազանի մոտ, երբ ջրերը խառնվեն եւ նա այդպիսով կբուժվի։ Հիսուս մոտենում է այդ մարդուն եւ հարցնում է. դու ուզում ես առողջանաս։ Դա պարապարզ չի։ Ուզում ես առողջանաս թե ոչ։ Թվում է թե դա միամտություն է հարցնել հիվանդ մարդուն, նա ուզում է ապաքինվել թե չի ուզում։ Բայց իրականում ցանկությունը, ուզելը տարբեր ձևի է, տարբեր վոլյումների է լինում։ Ես կարող եմ ցանկանալ, որ այս հրաշալի եղանակը օրինակ երբեք չվերջանա, ինչը հնարավոր չէ, բայց կան ավելի խորը ցանկություններ, որոնք կապված են հավատի հետ։ Այդ անկեղծորեն ուզում ես բուժվել, թե ոչ, դա է հարցնում Հիսուս։ Անդամալույցը պատասխանում է. այո, ուզում եմ, բայց ինձ իջեցնող չկա, երբ որ ջրերը խառնվում են։ Դրան Հիսուսը պատասխանում է. վեր կաց, վերցրու քո մահիճ, այսինքն քո մահճակալը եւ գնա։ Եվ այդ մարդը բուժվում է, վերցնում է իր տեղաշորը, իր անկողինը եւ գնում է։ Բուժվում է մի խոսքով։ Ուղղափառ ոճի սրբապատկերը դա այսպես է ներկայացնում։ Այսպիսով կա վիճակ, որից մարդը ցանկանում է դուրս գալ, եւ կա պայման, որը նրա կարծիքով պետք է իրականացվի, այսինքն ջրերը խառնվեն, որ այդ ցանկությունը իրականանա։ Ասում ենք, չէ, մեզ կատարյալ երջանկության համար պակասում է մի հատ Mercedes, մի հատ լավ բնակարան, մի հատ լավ աշխատանք։ Այ եթե այդ պայմանները կատարվեն, ապա մենք կատարելապես երջանիկ կլինենք։ Բայց մենք գիտենք, որ այդ բոլոր պայմանների դեպքում նույնպես երջանիկ չենք լինում։ Երջանկությունը միայն մեր մեջ է։ Այդպես էլ ապաքինումը, ըստ ավետարանի, նախապայմաններ չունի, այն անվերապահ է, բացարձակ է, եթե գործունես Աստծո հետ։ Նույն բանի մասին է լուսնոտ երեխայի բժշկման պատմությունը։ Այդ պատմությունը կա 3 ավետարաններում, բայց Մարկոսի մոտ հետաքրքիր եւ կարեւոր դետալներ կան։ Հիսուս գալիս է աշակերտների մոտ եւ տեսնում են նրանց շուրջը մարդիկ են հավաքված եւ ինչ որ վեճ է գնում։ Պարզվում է լուսնոտ երեխայի, այսինքն հավանաբար ըստ նշանների էպիլեպսիայով տարապող երեխայի հայրը խնդրել է աշակերտներին, որ նրանք բուժեն այդ երեխային, բայց աշակերտները չկարողացան։ Եվ այստեղ Հիսուս հայտնի հանդիմանելու իր բառերն է ասում. ով անհավատ սերունդ, մինչև երբ ես հետ պետք է լինեմ։ Ում է ուղված այդ կշտամբակը։ Ինձ թվում է բոլոր ներկաներին, եւ աշակերտներին, եւ այնտեղ գտնվող օրենքի ուսուցիչներին եւ ամբողջ ժողովրդին։ Բայց հավանաբար նա առաջին հերթին դժգոհ է իր աշակերտներից,
որոնք չկարողացան օգնել հիվանդին, որովհետև բավականաչափ հավատ չունեին։ Քրիստոսին մոտենում է տղայի հայրը եւ ասում է. «Եթե մի կերպ կարող ես, օգնիր մեզ, եթե»։ Այդ եթեն Քրիստոսին դուր չի գալիս։ Էլի պայման է, հա, Աստծո համար անընդունելի վերապահում, նույն ջրերի խառնվելը օրինակ։ Պայմանական եղանակ։ Ասացիր եթե, ասում է Քրիստոս, եթե կարող ես, ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է։ Դարձյալ, ինչպես եւ անդամալույցի դեպքում, նա ուզում է ստուգել հավատի, այսպես ասած, ուժգնությունը։ Այստեղ էլ հիվանդ երեխայի հայրը ասում է. հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը։ Այսինքն այնպես չէ, որ նա 100%-ով այդ երեխայի հայրը հավատում է, նա խնդրում է իրեն ազատել իր անհավատությունից, բայց ցանկություն ունի հավատալու։ Եվ նույնիսկ այս դեպքում, այս կասկածների դեպքում Հիսուս բժշկում է էպիլեպտիկ երեխային։ Հենց այդ պահն է նկարագրված 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Ժան-Ժոզեֆ Տիսոյի նկարում։ Հետո Հիսուս վերլուծում է այդ դեպքը, այդ դրվագը իր աշակերտների հետ եւ բնականաբար նրանց հետաքրում է, թե ինչու նրանց մոտ չստացվեց, իսկ Հիսուսի մոտ ստացվեց։ Մատթեոսի ավետարանում Հիսուս ասում է իր հայտնի արտահայտությունը մանանեխի հատիկի մասին, դրա մասին մենք դեռ կխոսենք։ Իսկ Ղուկասի մոտ պարզապես ասում է. այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, քան ծոմապահությամբ եւ աղոթքով։ Մեկնելով այդ դրվագը 8-րդ դարի նշանավոր մեր բանաստեղծ, թարգմանիչ եւ երաժիշտ Ստեփանոս Սյունեցին ասում է այս առիթով, որ հրաշքը հնարավոր է միայն ներքին մաքրության եւ հաստատակամ հավատի դեպքում։ Այդ ամենը իհարկե չի նշանակում, որ մենք չպիտի բժշկի գնանք կամ չպիտի անհրաժեշտության դեպքում դեղեր ընդունենք, բայց ամենակարևոր վերջնական հարցերի պատասխանը, կյանքի եւ մահվան հարցերի պատասխանը մենք չենք կարող ստանալ որևէ բժշկից, ընդհանրապես որևէ մարդուց։ Մենք կարող ենք փորձել ստանալ այդ պատասխանները կամ բավարարվել արտաքին պայմաններով։ Ընտրությունը մերն է։